Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կլինի օրհներքի կենդանի կատարումը, այն կարող է լինել նվագախմբային և երգչախմբային տարբերակներով։ Կառավարության նիստում որոշման նախագիծը ԿԳՄՍ նախարարն է ներկայացրել։ Ոչ պետական հանդիսավոր միջոցառումների ժամանակ ևս դիտարկվում է հիմնի կենդանի կատարման տարբերակը։ Ձայնագրությունների պարագայում պարտադիր է հնչեցնել պաշտոնական ձայնագրությունը։ Նշվել է, որ նպատակը պետական խորհրդանշի միասնական ստանդարտով կիրառումն է։ Հաղթանակ կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք։ Նախօրեին ձերբակալված Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Գոռ Համբարձումյանը 1 ամսով կալանավորվել է, տեղեկությունը Արարատ Նյուզին փոխանցել են քննչական կոմիտեից։ Արարատի մարզի Երասխ բնակավայրում 75 տուն է կառուցվում սահմանամերձ բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Սոցցանցի իր էջում հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը տեսանյութ է հրապարակել, որին կինց գրել է. «Այցելեցի Երասխում պետության ֆինանսավորմամբ կառուցվող 75 տներից մեկը»։